Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան եւ ձկնամթերքի հավաստագրումը, մինչեւ ստեղծված իրավիճակի կարգավորումը, հաղորդում է Ռոսսելխոզնաձորը։ Ստուգումը ռուսական ծառայության մասնագետներն անցկացրել են Հայաստանում իշխանի պահպանման եւ բուծման ձկնավերամշակման ձեռնարկություններում ու ֆերմաներում։ Ստուգման արդյունքները անբավարար են եղել։ Ավելին, ընկերությունների կեսը հրաժարվել է ստուգումից։ Երկու թույլատրված գործարանների ձկնամթերքը կներմուծվի Ռուսաստան անվտանգության ցուցանիշներով լաբորատոր մոնիթորինգի ենթարկվելու պայմանով։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ուղարկվել են 2 վագոն պարարտանյութ եւ 2 վագոն ցորեն։ Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաեւ նավթամթերքներ։ Հունիսի 1-ի դրությամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 10,000 տոննա դիզելային վառելիք։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 309,089 դրամ։ Մասնավորապես պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 238,405 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում 336,301 դրամ։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից պարզաբանում են սահմանապահ պաշտոնյայի կամ ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից ձեր վիզայի առգրավումը չպետք է նույնացնել կորած կամ գողացված վիզայի հետ։ Առգրավման պարագայում վիզան սովորաբար չեղարկվում է։ Չպետք է փորձել այն կրկին օգտագործել։ Դուք պետք է դիմեք նոր վիզայի համար եւ բացատրեք, թե ինչ է տեղի ունեցել։ Եթե վստահ չեք ձեր վիզան չեղարկվել է թե ոչ, կապվեք Միացյալ Նահանգների դեսպանատան կամ հյուպատոսության հետ, որտեղ նախատեսում եք դիմել։ Միացյալ Նահանգները եւ Իրանը դեռևս չեն կնքել հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնագիր, ինչը շարունակում է ճնշում գործադրել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում ստորագրել փաստաթուղթը, նախընտրելով հասնել Վաշինգտոնի համար շահավետ պայմանների, որոնք ներառում են Թեհրանի հրաժարումը միջուկային զենքից եւ Հորմուզի նեղուցի բացումը։ 4 ամիս շարունակվող հակամարտությունը լուրջ հետևանքներ է ունեցել համաշխարհային տնտեսության համար եւ առաջացրել է 2023 թվականի մայիսից ի վեր ամենաբարձր գնաճը։ Ներդրողները շարունակել են միջոցներ դուրս բերել ամերիկյան բորսայական ֆոնդերից, որոնք առևտուր են անում սփոթ բիտքոյնով, արդեն 9-րդ սեսիան անընդմեջ։ Ինչպես գրում է Bloomberg-ը, սա միջոցների արտահոսքի ամենաերկարատև շրջանն է։ Դա վկայում է խոշորագույն կրիպտոարժույթի նկատմամբ պահանջարկի նվազման մասին, նույնիսկ մյուս ռիսկային ակտիվների աճի ֆոնին։ Մայիսի 15-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում գրանցված ֆոնդերից զուտ արտահոսքը կազմել է մոտ 2.8 միլիարդ դոլար։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատրաստ է տպագրել $250 թղթադրամներ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով, եթե կոնգրեսը համապատասխան թույլտվություն տա։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սքոթ Բեսենթը։ Ավելի վաղ Բեսենթը Թրամփի պատկերով թղթադրամների տպագրությունը կապել էր Միացյալ Նահանգների 250-ամյակի տոնակատարության նախապատրաստության հետ։ Վրաստանում 2026-ի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 6.2%։ Աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մշակող արդյունաբերությունը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը, տրանսպորտն ու պահեստավորումը, առևտուրը, ինչպես նաև ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը։ Միևնույն ժամանակ անկման միտում է արձանագրվել շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտներում։ Այս կադրերում ոչ թե գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումներ են, այլ Սեուլի Mach 33 Physical AI Fashion Show նորաձևության հարթակը։ Մոդելների կողքին նույնքան վստահ քայլում են մետաղական մարմնով, բայց դիզայներական հագուստներով ռոբոտները։ Հարավկորեական Galaxy Corporation-ը փորձել է ջնջել սահմանները, ռոբոտին ներկայացնելով ոչ թե որպես սառը ֆունկցիոնալ գործիք, այլ մեր առօրյա մշակույթի մասնակից։ Նորաձևության հարթակում ռոբոտները գրավիչ են, բայց կյանքում նրանց առջև դրված խնդիրները բազմաթիվ են։ Հարավային Կորեան արդեն իսկ արդյունաբերական ռոբոտների ամենամեծ ծավալն ունի աշխարհում, եւ այժմ պետական ու մասնավոր հատվածները միասին փորձում են հասկանալ, ինչպես ստիպել ռոբոտներին ինքնուրույն կողմնորոշվել միջավայրում։
Արհեստական բանականության հաջորդ ալիքը լինելու է ռոբոտատեխնիկան, եւ դրա ամենակարևոր ուղղություններից մեկը մարդանման ռոբոտներն են։ Մենք ստեղծում ենք ամբողջական տեխնոլոգիական պլատֆորմներ, քանի որ հասկանում ենք, ֆիզիկական արհեստական բանականության զարգացումը պահանջում է բոլորովին այլ մակարդակի հաշվարկային հզորություն։ Սեուլյան ներկայացումը նաև հստակ ազդակ էր ներդրողների համար։ Մարդանման ռոբոտների շուկան այլևս անիրատեսական չէ։ Իլոն Մասկից մինչև չինական պետական ստրատեգիական հիմնադրամներ։ Բոլորը խաղադրույք են կատարում հումանոիդների վրա, որոնք ապագայում պետք է փոխարինեն մարդուն թե գործարաններում, թե սպասարկման ոլորտում։ Մարդանման ռոբոտների ներդրումը սկզբնական շրջանում կփոխի ծանր արդյունաբերությունը, սակայն տեխնոլոգիայի կատարելագործմանը զուգահեռ դրանք կդառնան գլոբալ աշխատուժի անբաժանելի մասը։ Մեր գնահատականներով մինչև 2040 թվականը մարդանման ռոբոտների թիվը աշխարհում կարող է հասնել մի քանի միլիարդի, ստեղծելով բոլորովին նոր տնտեսական էկոհամակարգ։ Սեուլյան նորաձևության ցուցադրությունը սկիզբն էր այն մեծ տրանսֆորմացիայի, որի միջով անցնում է մարդկությունը։ Ռոբոտները դուրս են գալիս արտադրամասերից, եւ մինչ ինժեներները լաբորատորիաներում պայքարում են նրանց ինքնավարության ու յուրաքանչյուր շարժման ճշգրտության համար, ռոբոտներն արդեն սովորում են քայլել մեր կողքով, արդեն նաեւ պոդիումում։ «2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 57 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով բարձրացել է այս տարվա մայիսի սկզբին գրանցված նիշից։ 2026-ի հունվարից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 91 միլիոն 861 հազար խորանարդ մետր ջուր։ Սևան թափվող գետերում դիտվում է ջրի ելքերի մեծացում։